կառավարության անդամ եմ։ Իմ գործունեությամբ գրական աշխարհի մարդ եմ եւ եթե մի առաջնորդ եմ ընտրել եւ նրա ուղերձը եղել իմ կյանքի ճանապարհը, այդ անունը մետրոպ Մաշտոց եւ մետրոպ Մաշտոցի գործը շարունակվում է։ Օրինացություն ինչ չարեցել ինձ։ Ես հրավերն ընդունեցի գալու եւ ճանապարհին մտորում էի իմ խոսքի ասրիկի վրա։ Այն վիճակը, որի մեջ մենք այսօր գտնվում ենք, հոգեբանական այն փլուզումը, որի մեջ մեր ժողովուրդն է, արդեն դառնում է ծանր եւ շատ ծանր։ Այն վիճակը, որի մեջ մենք ենք առավոտից երեկո զրույցների մեջ, հաղորդումների մեջ, մամուլով եւ այլն, դա աստիճանաբար ջլատում է մեր ամբողջությունը եւ վերացնում այն ձեռքբերումը, որ ունենք որպես գոնե ազգային միասնություն, ազգային միաբանություն։ Շատ ծանր եմ տանում ես այս ամենը եւ կարծում եմ, որ համագումարը, ելույթները նաեւ իրենց մեջ կարտարվեն այդ հարցերը, որ այս հոգեբանական անդունդից կարողանան ինչ-որ դուրս գալ կամ ետ որոնել։ Որովհետեւ այս արտագաղթը, այս անընդհատ տնտեսական անկումը, այս փախը, հայը հակահայ դառնալու այս ընթացքը զարմանալի մի վիճակ է ստեղծել։ Եթե ժամանակին կար մի միտում, երբ ազգային մտածում էին ազգային արժանապատվության եւ ազգային սնապարտության միջեւ ընտրություն կատարելու մասին, ազգային արժանապատվությունը իհարկե սնապարտությունը պատկանում։ Հիմա մենք ազգային նիհիլիզմի մեջ ենք։ Ազգային նիհիլիզմի մեջ ենք եւ մեր դերը ես ինձ նկատում եմ մեր դերը որպես մտավորական, որպես մտավոր աշխարհի գործիչ այդ ամենի մեջ հայկականությունը վերականգնելն է, հայկականությունը վերականգնել արժեքային համակարգի շուրջ, որպեսզի մեր նշանավոր դեմքերը երկրորդական չդառնան, մեր ժառանգորդական շղթան, այսպես ժանգոտ մի օղակով չխզվի։ Ես այս մտորումներն ունեմ եւ կարծում եմ, որ մենք պիտի ելքը որոնենք։ Համոսայան քանի դեռ ողջ էր զրուցում էի հետ դեռ, քանի տարի առաջ ես էլ ասում ուր էր թե անդունդի եզրին լինենք, անդունդի հատակում ենք։ Չեմ ուզում այսպես ծանր շնչով իմ խոսքը ավարտել, բոլոր դեպքերում իրականությանը նայենք իրական աչքերով, որովհետև լավատեսությունը շատ լավ բան է, հոռետեսությունը շատ վատ բան է, բայց մեզ պետք է հիմա իրատեսություն, ճշգրիտ իրատեսություն, որպեսզի ձեռք-ձեռքի տանք եւ կարողանանք այս վիճակից դուրս գալ։ Այս է իմ ասելիքը, շնորհակալություն։